Ողջունում եմ սիրելի բարեկամներ, ողջունում եմ սիրելի հայրենակիցներ։ Սկզբի համար կխնդրեմ դնել ձեր լայքերը, գրանցվեք իմ ալիքին, որ շատ կարևոր է ինձ համար։ Հիշեք, որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Ժողովուրդ ջան, այսօր ունենք մի քանի թեմա, կհասնենք մինչև Վարդան Ղուկասյանին, քանի որ դատը մոտենում է եւ շատ հնարավոր է այդ ժամանակ ես եթեր դուրս չգամ, բայց մի քանի ինֆորմացիա անպայման կփոխանցեմ այսօր։ Միջև բուն թեմաներին ասները կուզենայի զրուցել ձեր նկատողությունների մասին, ժողովուրդ ջան, մի 2 րոպե, քանի որ ես միշտ ուշադիր եմ ձեր նկատողություններին, եւ այս անգամ էլ այս վերջի ժամանակները շատ եմ նկատողություն ստանում, թե տղա ջան, Լենդրուշ ջան, վատ մի ընդունի, բայց հայրենում չկա ձեզի մեզի արտահայտություններ կա ձեզ եւ մեզ։ Այս անգամ թույլ տվեք ձերը չհամաձայնվել, ձեզ եւ մեզ եւ ձեզի ու մեզի տարբերությունը, ժողովուրդ ջան, սա ընդամենը բարբարային է, սա հայերեն է։ Այս բառերը ես ինձնից չեմ հորինել։ Սա ընդամենը բարբարային հայերենն է։ Եվ դուք ուզում եք ինձ ստիպել, որ ես հրաժարվեմ մեր ինձի այս մի կաթիլ բարբար հասած ժառանգությունից, չեմ հրաշարվի։ Եվ իսկ ով ասեց, որ հենց ձեզ եւ մեզն է ճիշտ։ Իմ կարծիքով ամենաճիշտ հայերենը դա հենց արևմտյան հայերենն է, որը որ ցավոք սրտի կամաց ավելի ու ավելի քչանում է։ Իսկ այն մնացածը արդեն ժամանակի ընթացքում փոփոխված այս կամ այն ուժերի կողմից թող ոչ մեկ չնեղանա, բայց սա իրականություն է։ Բայց դուք գիտեք ինձ ինչն է զարմացնում, որ իմ ալիքը հետևում են արդեն բավականին չափ հասուն մարդիկ եւ միթե դուք չգիտեք, որ ձեզի եւ մեզի դա հայերեն է եւ հայերեն բարբարներում շատ է ոչ թե քիչ, այլ շատ է օգտագործվում։ Հա թող այսօր Երևանում չօգտագործեն ձեզի եւ մեզի, բայց սա չի նշանակում, որ մենք չպետք է օգտագործենք։ Չեք կարդացել երբեք ձեզի մեզի մեծ ավետիս Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, չեք կարդացել։ Հեսա դնեմ էկրաններին նայեք։ Մի խոսքով այս անգամ ձեր հետ համաձայն չեմ, այս անգամ դուք սխալվում եք հարգելիներս, ես շարունակելու եմ ասել ձեզի եւ մեզի, քանի որ սա հայերեն է, սա ընդհանրապես բարբարային հայերենն է, որն էլ որ մեր հարստության, մշակույթային հարստության մի մասն է եւ չպետք է հրաժարվել մեր բարբարներից։ Իսկ այստեղ ես հայերենի քննություն չեմ տալիս, այստեղ սովորական եթերը իմ անձնական YouTube ալիքում, որտեղ ես իմ խոսակցական հայերենով շփվում եմ ձեզ հետ։ Այստեղ կարելի է օգտագործել եւ ռուսերեն բառեր, եթե պետք է այդ պահին, եւ բարբարային հայերեն, եւ գրագետ հայերեն, կարևորը հայոյանք չլինի եւ զրպարտություններ չլինեն։ Մնացածը ամեն ինչ նորմալ է։ Խնդրում եմ այս անգամ դուք Ես միշտ ընդունում եմ իմը, դուք այս անգամ ընդունեք ձեր սխալը եւ այս նկատողությունները վերջացրեք։ Հիմա անցնենք մեր բուն թեմաներից, վաղը ապրիլի 24-ն է, վաղը մեր ցեղասպանության հիշատակի օրն է, ժողովուրդ ջան, կխնդրեմ բոլորիդ լինել շատ ակտիվ, մանավանդ Հայաստանի ժողովրդին է վերաբերվում, Հայաստանի հայերին, լինել շատ ակտիվ, գնալ ծիծեռնակավերտ, քանի որ դուք պետք է ցույց տաք, որ հայ ժողովրդի համար ցեղասպանությունը առաջնահերթություն է։ Այո, ոչ թե ոնց որ Նիկոլ Փաշինյանի թիմն է ասում, որ մեր համար ցեղասպանությունը առաջնահերթություն չի։ Սա ցեղասպանության ուրացում է, բայց կներեք այս խոսքիս համար այստեղ են ասում, տեսա, միստե պետքա որ մատ ռուսերեն բառ օգտագործեմ, էսի կռուտիտ լինելա։ Ուրիշ բառ չկա սրան ասա, էսի կռուտիտ լինելա, սենց սիրուն ձև, մթով մենք չենք ուրանում ցեղասպանությունը, այնքան որ ասում ենք առաջնահերթություն չի։ Սա կռուտիտ լինելա, իրանք մերժում են ցեղասպանությունը։ Իսկ ոնց որ Նիկոլն էր ասում, դու էլ ես վարչապետ, նա էլ է վարչապետ, բոլորդ վարչապետ եք, թե թող Նիկոլ Փաշինյանը տենա, որ մնացած բոլոր վարչապետների համար մեր ցեղասպանության հարցը դա առաջնահերթություն է։ Բայց ժողովուրդ ջան, ինչպես գիտեք, վատ նորությունն էլ ունեմ ձեր համար։ Ինչ նորության մասին է խոսքը, այն նորության, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ցածր է։ Ես ուզում եմ հիասթափեցնել ձեզ, ցավոք սրտի իհարկե, ցավոք սրտի, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ցածր չէ, քանի որ եթե Իրանը ցածր է, այն մնացածինը վաբշե ցածր է, ասես գետին կպած է։ Նիկոլ Փաշինյանը այսօր մինիմում 100,000 միշտ էսի ֆիքսված 100,000 ընտրող ունի։ Ու սա գիտեք ովքեր են։
Սրանք այն մարդիկ են, ովքեր որ առաջացել են եկեղեցու սխալի շնորհիվ։ Այն որ ես մեկ-մեկ իմ եթերների մեջ հոգևորականներին նկատողություն եմ անում, այս սրա համար եմ նկատողություն անում, նաև սրա համար, ոչ միայն սրա։ Իսկ այն մի քանի քառակուսի գլուխներ, որ գալիս են ինձ գրում են, այ տղա դու քանի գլխանի ես, որ մեր հոգևորականներին նկատողություն ես անում։ Էսի նրանից է, որ մարդիկ տենց էլ գիտակցություն չունեցան, որ հոգևորականների այս վարքից եւ հոգևոր սննդի պակասի հետևանքով երկիրը գնում է դեպի կորսանման։ Հիմա բացատրեմ։ Ուրեմն իմ տվյալներով Հայաստանում արդեն մոտավորապես աղաբների թիվը հասնում է 100,000-ի, 100,000-ի, պատկերացնում եք ժողովուրդ ջան։ Իսկ աղանների մոտ, ինչպես գիտեք, արգելված է զենքը վերցնել եւ պաշտպանել իր տունը։ Այսինքն, եթե հարկ լինի պաշտպանել իր տունը, իրանց մոտ արգելված է դա, իրանք չեն կռվի։ Ինչ ուզում ա լինի, չեն կռվի։ Այսինքն, սա նույն քաղաքականությունն է, ինչը որ տանում է Նիկոլը, չէ՞, Նիկոլը ինչ ասում, ասում է ամեն ինչ կտա, միայն խաղաղություն։ Ինչ ուզես տալիս եմ, խաղաղություն։ Այսինքն, թուրքական ցանկացած պահանջ ինքը պատրաստ է կատարել միայն թե խաղաղություն լինի, ճակերտների մեջ ասած ինքը տենց ասում, բայց իրականում իմ կարծիքով ինքը տանում է թուրքական ծրագիրը առաջ։ Համի այդ աղանդները ում են ընտրելու։ Պարչի այն մարդուն, ով որ հրաժարվի ամեն դեպքում ինչ էլ ուզում ա լինի, հրաժարվի զենքի ուժով պաշտպանել տունը, եթե հարկ լինի։ Այսինքն միշտ ընտրելու են Նիկոլ Փաշինյանի այդ 100,000 ձենը ինքը նախ ունի։ Հասկանում եք։ Եվ սրա մեղքը ումն է, որ մեր մոտ սունկի պես աճում են աղատները, ումն է։ Պարչի որ եկեղեցինը, բա ոչ նկատողություն չանես։ Մնացած են թերությունները թողած են բիզնես կենտրոնները, որ ժողովրդից փող են առնում ամեն մի արարողության համար։ Պարչի որ եկեղեցունն է։ Բա որ հոգևոր հայրը դարձել է տեր հայր։ Եվ չի ուզում լինի հոգևոր հայր, իսկ հոգևոր հայրը որն է, այն մարդն է, որ հոգևոր դաս է տալի, դրա համար իրանն էլ ասում են հոգևոր հայր, չէ։ Բայց թե մեր մոտ ու ոնց եղավ դարձավ որ դառան տեր հայր, որտեվ տեր հայր չի կարա լինի ոչ մեկ, տեր հայր միայն տեր Աստվածն է, տեր հայր ոնց կա, այդ տեր հայրից որ չեն ուզում դառնան հոգևոր հայր, այ պատճառը էդ է։ Համի էլ էդ էլ քիչ է, համի էլ ամսի 25-ին ըստ օդից կախված լուրերի ցեղասպանությունից հետո ուզում են մի հատ հավաքվեն, մարդիկ տնավարի մի հատ հեղափոխություն կատարեն։ Դուք պատկերացրեք, եթե սա ճիշտ լինի այս օդից կախված լուրերը, հայ ազգը ինչ վտանգավոր ընտրության կամ ինչ դժվար ընտրության առաջ է կանգնած լինելու։ Մի կողմից այն հոգևորականներն են, որը որ վերջի կարելի ասել 20 տարվա ընթացքում ոչ մի բան չեն արել, ընդհանրապես հայ ժողովրդի համար, հայ ժողովրդի ցավի ժամանակ կողքերը չի եղեն, երբ որ հայ ժողովրդին կոտորել է հենց իր իշխանությունները երբեք կողքը չի եղել, հոգևոր դաշ չի տվել, երկրում աճել են աղանդավորները եւ այլն, հիմա հիշել են, որ ինչ-որ մի բան պետք է անեն եւ եկել են ուզում են Նիկոլին հանեն։ Համի մի կողմից ասում ես արդես Նիկոլին հանենք բրծնենք։ Բայց մյուս կողմից ասում ես բայց ով է գալի։ Հաները Այն որ կերհան սաղ, այն որ թալանին սաղ, հենց իրանք էլ Նիկոլին բերին, այսինքն իրանք էթան իրան գան։ Դե մեկ ժողովրդին ինչ վիճակի մեջ են դնելու, եթե սա իրական լինի, այս օդից կախված լուրերը։ Դե մեկ ինչ վիճակի, ինչ դժվար վիճակի մեջ են դնելու մեր ժողովրդին։ Եվ էլի ուզում են օգտագործեն ում հոգևորականներին։ Դարել են ձեռի խաղալիք։ Տո մեկ Բագրատ, տո մեկ այն մեկը, անուն ինչ էր։ Այդ Գյումրինը, в общем Համել դրսից են բերում հոգևորական տրանսֆեր են անում էլի ֆուտբոլային համել դրսից մարդ են բերում պատկերացնում եք մի խոսքով վերադառնալով մեր թեմային որ ժողովուրդ ջան Նիկոլ Փաշինյանը 100,000 ձայն ունի 100,000 ձայն որտեվ իրանք միշտ հրաժարվելու են կռվից, իրանց աղանդը թույլ չի տալի, իսկ ով է տանում քաղաքականություն, որ հանգարց դու զենք չվերցնես զրդ, Նիկոլ Փաշինյան, ամեն ինչ հանձնեք, մենակ զենք չվեք արեք։ Եթե պետքա քո տունն էլ դու, բայց կռիվ չանեք։ Ու աղանդավորը կասի, օքեյ, ես իմ տունը կտամ, բայց կռիվ չեմ անի։ Իսկ ես վերջի տվյալները նայել եմ, օրինակ Գեղարքունիքի մարզում, ժողովուրդ ջան 2022 թվականի հա տվյալներով ոնց որ ապրում են ընդամենը 200,000-ից մի քիչ ավել մարդ։ Այդտեղից էլ որ հանենք կանայք, աղջիկներ, տատիկներ ու մի խոսքով գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին որ հանենք կմնա 100-ից ավել մի քիչ հազար տղամարդ, դից էլ հանենք մեծահասակներին, երեխեքին եւ առողջական խնդիր ունեցողներին, որոնք չեն կարող զենք վերցնեն, արդեն նախորդ հատուկ բանով հաշվել եմ էլի ժողովուրդ ջան, մոտավորապես թվերը
հատուկ պրոգրամայով մոտավորապես գալի կանգնում է 60,000 առողջ տղամարդ, ովքեր որ զենք կարող են վերցնել եւ պահել իրանց տները։ Բայց պատմությունը ցույց է տալի մենակ Հայաստանում չէ, անուն արդարության բոլոր երկրներում, նույնը հիմի կատարվեց Ռուսաստանում, Ուկրաինայում, որ բոլոր առողջ տղամարդիկ չեն, որ զենք վերցնելու են եւ կռվեն, այսինքն իրենց մոտ մի 25%-ն էլ 25-30%-ն էլ թողելու են հեռանան կռվի դաշտից, այս կամ այն պատճառներով, տակ ինչ մնացել։ Դրան էլ որ գումարենք աղանդավորներ, որ զենք չեն վերցնելու, տակը մնալու է մի 20-ից 30,000 մաքսիմում տղամարդ, որ պահելու է Եղարքունիքի մարզը։ Թող լինեն կողից օգնողներ, որ գեթան կամավորներ բան, թող լինի 40,000, էդ էլ կողից որ գան օգնեն։ Այսա որ աղանդը քանդում է մեր պետությունը, իսկ աղանդի դեմը պետք է առնեն ովքեր։ Եկեղեցիականները, հոգևոր հայրերը, հոգևոր սնունդ տալով իր ժողովրդին, Աստծուն մոտիկ պահելով իր ժողովրդին, միշտ կապ ապահովելով հոգևոր իր ժողովրդին, դրա փոխարեն իրանք հեղափոխություններով կամ օրհնություններ վաճառելով են զբաղվում։ Հարսանիքա, բանա, կնունքա, ով մեռավ, բերեք դրեք փոխարշտենք։ Իսկ վերջում ժողովուրդ ջան, թող ոչ մեկ չնեղանա ինչ ասում եմ, էլի սա իրականություն է։ Եվ ժամանակն է, որ ուղիղ նստեք, իրականության ուղիղ նայեք, որ չկործանվեք։ Կամ չկործանվենք բոլորով։ Եվ այսպես, վերջում ժողովուրդ ջան, ինչպես գիտեք, իսկ թե մի հատ բացել եմ, ցավոք սրտի ձեզ ցույց չեմ կարող տալ, բայց անպայման ցույց կտամ այն, ինչը որ կարող եմ, հասցեն կդնեմ, ամսի 25-ին, ապրիլի 25-ին, բայց նայեք ինչ կա, ուրեմն ապրիլի 25-ին դատում են Վարդան Ղուկասյանին, համ էլ իր ծննդյան օրն է։ Այդ օրը շնորհավորեք մարդ վերջով ձերբակալված է, համ դատում են Վարդան Ղուկասյանին, համ ապրիլի 25-ին նորից իհարկե օդից կախված լուրերով, որ ուզում են կատարեն հեղափոխություն կամ հեղաշրջում Հայաստանում, համընկնում թե էսթեն թողնում եմ ձեր վրա։ Հիմա ամսի 25-ին առավոտ շուտ ժամը 8-ին ժողովուրդ ջան կլինի Վարդան Ղուկասյանի հաջորդ դատը, ես հասցենց թե միտեք թողեմ, երևի, չէ, այս կոմը միտեք թողեմ անպայման, որ դուք տեսնեք, եւ եթե ցանկանում եք եթե կաջակցեք, գնաք կաջակցեք, չնայած հաստատ տեսել եմ մի քանի վիդեո, որ մարդիկ ընդ կազմակերպչական աշխատանքներ են տանելու, որ բոլորը էթան, ճիշտ ասած ես տեղյակ չեմ ոնց է լինելու, ես այդ կազմակերպչական գործերում չկամ, երևի հետո կամ իրանց հետ դուք կապնվեք կամ չգիտեմ դուք կուսակցությունը կհայտարարի մի խոսքով եթե մարդ կա որ ուզում է սենց անկախ իր կողմից գնա եւ աջակցի եւ չլինի ոնց որ ասած կախված այս կամ այն կազմակերպիչի կողմից որը որ գցենք իմ խայսյաթին բան այլ ես միշտ չեմ սիրում ինչ որ մեկից կախված լինեմ ու ես իզնով հա կեթամ կարող այդամ կողները կանգնեմ հետո առանձնանա մի խոսքով հասցեն թողում եմ ստե հոր ճիշտ այստե հասցեն թողում եմ այստե էսի հասցենա ժամն էլ 8-ն է կարող է գնալ աջակցել Վարդան Ղուկասյանին եթե իհարկե ցանկանում եք այսօր այսքանը ժողովուրդ ջան հաջողություն ստեսություն ամենայն բարիք չեք մոռանում ձեր լայքերը գրանցվեք իմ ալիքին որը որ շատ կարևոր է ինձ համար հիշեք որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը ստեսություն